Սիրելի հայրենագիտներ, անգամ եւս կմիանանք ցեզի վերադարձ այս այդակրով, որը նպատակն է օգտակարը լալ Հայաստանի, կապեր հաստատել եւ ի վերջո վերադառնալ Հայաստան եւ աշխատել մեր հայրենի հողին վրա։ Այսօր իմ հյուրն է Արա Մանուկյանը, բարոն Արա Մանուկյանը, բարի եկար Արա։ Արան կրնան գսել մեկ բարով եթե գուզենք իրեն մասին գարզիկ մունենալ ակտիվիստ մն է, որ դարիները իվեր թե այստեղ, թե Հայաստանի, թե Ղարաբաղի մեջ իր ժամանակը, իր տրամը, իր կյանքը տրած է մասնագիծ դառնալու Հայաստանի եւ Ղարաբաղի կյանքին եւ իր գործունեությունը մշակած է հայրենի հողի վրա։ Ինքը լավագույն օրինակն է այսօր վերադարձի, որ այս ծրագիրը, որ ես ունիմ, մոտ 1.5 տարի, որ ինքը դարիները իվեր այդ աշխատանքը վերադարձի աշխատանքը հայրենասիրական աշխատանքը կատարած է եւ մինչեւ հիմա կշարունակե։ Ուրեմն այսօր իրեն պիտի հարցումներ հարցնեմ եւ պիտի խոսի իր աշխատանքներու մասին եւ անգետ անշուշտ արիտը պիտի ունենաք ձեր գարզիկները ավելի ձեր հարցումները հարցնել, որտեղ անցյալ շաբաթ, ինչպես գիտեք, բավական դարօրինակ գարզիկներ հայտնվեցան եւ ուրախ եմ, որ վերջավորության դիգիմ շատ ճիշտ կերպով քննադատեց թե ինձի, թե այդ անիմաստ խոսքերուն այդ անցին, որ Ղարաբաղի մասին անիմաստ խոսքեր ասավ, եւ ես կկաչարեմ, որ երբ որ եթե ես իմ ծրագրից մեջ հարցումներ կամ գարզիկներ առնեմ եւ չպատասխանեմ, լավ գլա, որ դուք պատասխանեք նաեւ, որովհետեւ ասիկա ծեր ծրագիրն է եւ ամբես որ մենք բոլորս պետք է միասնապար մանավանդ անոնք, որոնք իսկական գարզիկներ ունին, իսկական շինիչ գաղափարներ ունին, անոնց պիտի դամ արիտը այլևս եւ անիմաստ գարզիկներ պիտի չդրվին։ Ուրեմն Արա, բարի եկար։ Բարի լեսան։ Ուրեմն քու կորձունեությունը Հայաստանի մեջ երբ սկսավ եւ ինչ պատճառ դարձավ, որ Հայաստան եւ Ղարաբաղ երտաս։ Գնաս մեզի ես շատ կարծիքով կներկայացնեմ, որ առաջին անգամ որ ես Հայաստանի հողը տեսել եմ 1989 թվականներ երկաշարժից հետո ծնողներս ծրագիր ունեին, մայրս քրաթարանի մեջ քրաթարանուհի է եւ մայրս Սիլվա Մանուկյան, որ ջանցված անցման է, եւ ծրագիր ունեին, որ Հայաստան գնան եւ մեկ հատ քրաթարան նորոգեն փան երկաշարժի կոդի մեջ, որ վնասված էր եւ արիտը փաթվեցավ, որ ես ալ գնամ իրենց հետ եւ նկարեմ իրենց ճամփորդությունը եւ հանդիպումները եւ այլն։ Այնտեղից կարող եմ ասել, որ այն խաղապարները, որ հիմա ունեմ, այնտեղից սկսավ, որ կարիքա, որ մարդ գնա Հայաստան, մանավանդ որ այն իսկապես մեր հայրենիքն է, մեր մշակույթը պահպանված է այնտեղ, մեր հողն է եւ այլն եւ այլն։ Ես հարազատը սկացա այնտեղ, ավելի շատ կամ թե Ամերիկայի մեջ եւ ես ծնվել եմ Ամերիկայի մեջ։ Այն պատճառով որոշեցի, որ ժամանակ ընթացք ես պետք է վերադառնամ Հայաստան եւ իրականացուցի այն մշտական ապրել Հայաստանի մեջ 1998 թվական։ Մինչեւ այդ ես գնում եմ գալիս էի սկսած նորեն 89 թվականից առաջին անգամ որ Արցախը տեսա 1993 թվական մայիս ամիսը եւ Արցախը որ արդեն տեսա եւ ժողովրդի եւ այլն սիրահարվեց այդ հողից այն ժողովրդից եւ այլն մանավանդ ներ վիճակի մեջ էին բայց թեր իրենց հոգին իրենց սիրտը իրենց ջերմ ընդունելու ցավը տեղներ եւ քրավիրեց ինձ Ուրեմն 93-ին, որ ուրեմն մոտավորապես մինչև 98-ը մոտ 10-15 անգամ արդեն կացած ես Հայաստան։ Չէ, աչափ չէ, գերեւի մի 8-9 անգամ, հա։ 8-9 անգամ արդեն ադիգա կեդի նպատրաստեց, ու պետք եղած հարաբերությունները ստեղծեցիր, գիտար թե ինչ կգադարվի եւ գիտար թե տուն ինչ թեր կգնաս ունենալ։ Այո, ավելի շուտ ես չէի իմանում ինչ թեր պիտի ունենայի մինչև
98-ը, ավելի շուտ 98-ը, որ գնացի, թեր ես կարիքը սկացա, և ես սկացել եմ, որ պետք է երկար ժամանակ, երկարս էլ է, տարիներով պետք է ապրեմ մեր ժողովուրդին հետ, որ հասկանամ համ ժողովուրդը, համ իրենց կարծիքները, իրենց պահանջները, իրենց կարիքները, պակասությունը որտեղ է, անարդար վիճակը որտեղ գտնվի, ով, ինչ եւ այլն, այն տարիներ քաշվեցավ, ինչ որ ես հասկացա այն չափ, եւ պետք է ասեմ, որ մեր առաջին աշխատանքը, լուրջ աշխատանքը, որ արեցի 2003 թվականներ։ So աչափ տարիներ, 5 տարի քաշվեց, մինչև որ առաջին լուրջ աշխատանք արեցի, որպես մարդու իրավունքները պաշտպանել եւ այն թեման, որ երեխաներուն որդակրելու process-ն է, որ դուրսից օդարները գալիս էին եւ առնում էին փողով մեր երեխաները։ Սեվոմը կողանում են կամ։ Այո։ Ուրեմն քանի տարեկան էիր, երբ որ 2008-ին որ 2008-ին ես արդեն 98-ին 98-ին 33 տարեկան էի։ 33 տարեկան։ Որ ամբողջ տեղացիները միշտ ասում են 50-ին տարիքը, որ գերեւի եթե անցնես 33-ին արդեն կյանքը լավ կլինի։ Այո։ Ուրեմն երիտասարդ տարիքին արդեն ընտանիքդ մայրդ որ գրադարանակետ է եւ այդ շրջանագի մեջ որ մեծած ես եւ այդ կապը որ սկսած ես Հայաստանի մեջ արդեն բնական շարժումն էր ադիգա օրինակ Մոնտեմելկոնյանը չէ նույն ծևով եւ շատեր որոնք այսօր Հայաստանի մեջ կաբրին եւ վերադարձած են անոնք քիչ կխոսին բայց շատ կգործեն եւ արան անոնց մեկն է որ աշխատանք տարած է խնդրեմ շարունակե ուրեմն Ad 1998-ին մինչև 2003 ինչ բաներ անցար ես տարբեր գործերով կփորձեի հիմնել բայց ոչ թե իմանալով որ պիտի մեծ հաջողություն տեսնամ ավելի շուտ փորձեր ինձ համար որ կարենամ իմանալ տեղացին որ գործ կստեղծե ինչ դժվարություններ կտեսնա, ինչ պատճառով եւ այլն։ Նորեն ուսումնասիրելու բիզնեսը սկսել այն ժամանակին Հայաստանի մեջ $10,000, $20,000 մի հատ բիզնես կհիմնես, կստեղծես եւ չի պիտի հաջողվի։ Այն գարանտի կար այդ ժամանակին, որ չի պիտի հաջողվի։ Շատ տարբեր պատճառներով, ոչ թե միայն կոռուպցիանի պատճառով, տեղացիներն ալ, մեր ժողովուրդն ալ այդ ծույլությունը, ցևով ծույլություն մտել իրենց մեջ հուսախաբություն խապաբայություն եւ այլն շատ բաներ խնդիրներ կար այնտեղ բայց նույն ժամանակին խնդիրներ կան ուրիշ գործարաններ օրինակ ես ստեղծեցի մի հատ քարի գործարան Արցախի մեջ Մարտունի քաղաքի մեջ եւ կոնտրակտ կապեցի մի հատ ընկերություն Ավստրալիայի մեջ մեր քարը ուղարկել մշակված քար ուղարկել եւ այն հետո շատ կարճ ժամանակվա մեջ մեկ Հայաստանի մեջ որ այսօր անունը չեմ դար բայց բավականից հայտնի մարդն է Հայաստանի մեջ ինքը քողացավ մեր հաջախորդը մեզ քողացավ ինչ ծևով առաջարկեց իր ապրանքը կեսքինով ինչ որ մենք կծախեին այն ապրանքը որ իսկապես մեր արժեքը թեր ցածր էր ինքը ավելի ցածր ծրավ միան այդ ապրանքը քողացնելու այդ կամ այդ կորցը մեզ մեկ քողացնելու բայց այդ ապրանքը ուր բիզ դախրեր Ավստրալիա որ մեկ քաղաքը կամ Սիդնի okay So այնպես եւ որքան ժամանակ դեվեց անիգա սկսել են եւ միջև վերջանալը մոտ 2 տարի որտեղ հետո փորձեցինք շարունակել կորցը առանց այն որտեղ այն կորցարանը ստեղծեցի այդ կոնտրակտի պատճառով մինչև առնել մի հատ արդեն կորցարան որ կապած էր շատ տարիներ մեկ մգար որ քերեսմանի քարեր կսարքեր կորցարանը ինքը փակեց գնաց Ռուսաստան որտեղ կորցը լավ չէր ինքը վերադարձավ ամառը որ ծախե կորցարանը ես ալ նմուշները պատրաստեցի իր կորցարանի մեջը եւ դարեր մատ նմուշները ուղարկեցի որտեղ որ պետքա եւ այնտեղից որ կոնտրակտը կնքեցինք արել եմ կորցարանը նորոգեցի, պատրաստեցի ամեն ինչ, բայց հետո այնպես վերջացավ։ Հետո ինչ եղավ այդ կորցարանը։ Հետո այդ կորցարանը, հիմա այդ կորցարանը մենք վարձել ենք
մեգումը որ կաշխացրել է որպես քարի գործարան բայց շատ տարիներ փակեր շատ տարիներ մենք ունենք միայն 3 հատ աշխատող շատ մեծ կորց չէր որ ասես որ շատ մեծ բիզնես բայց նույն ժամանակին եթե հաջողվեցավ այդ կորցը կմեծանար իսկ ընտանիքը ուրեմն քեզի քու գրնագը դեին եւ կկաչարեին որ դու այս բոլորը անես եւ վերադառնաս Հայաստան եւ Ղարաբաղ եւ այո շատ օգտակար էին ճիշտ ասած ես գիտեմ որ հայրս մտածված էր որտեղ ինքը հասկացավ որ այստեղ Ամերիկայի մեջ լավ բիզնես ունեի որ թողեցի եղբայրից ձեռքի մեջ որ ինքը նայա բիզնեսը եւ ես կարող եմ ասել շատ փայլուն ապակա ունեի Ամերիկայի մեջ ինքն մտահոգված էր որ եթե Հայաստանի մեջ չի հաջողվեր իմ կորցերս որ վատ կլինի ինձ համար եւ բայց արեցինք թե պիտի առնենք եւ փորձենք ամեն ինչ այո ուրեմն ադիգա առաջին ասենք հիմնական կորձի դեսագետով կորձը դեր բայց մինչ այդ 1998-ին 2003 ժողովրդին հետ հարաբերությունը ինչպես էր իրենք քեզի ընդունեցին չընդունեցին ինչ ճիշտ ասած ես շրջանը որ ես ընդրեցինք Մարտունի քաղաք Մարտունի մեջ էր որտեղ ինչպես որ ասել Մոնտե Մելքոնյանին անունը որ հիշեցինք Մոնտե Մելքոնյանը այն շրջանից հրամադարն էր եւ շատ հարգված էր ինձ համար շատ օգտակար էր այն որտեղ նույն նահանգից ծնվել եմ եւ իրենց ընդունում էին ինձ բայց շատ մարդկա որ դուրսից գալիս էին մարտունեցիները մի քիչ բանն են բծախնդիր են մի քիչ կասկած ունեն եւ այլն օտարներուն եւ հեշտ ծևով չեն ընդունել բայց որպես նույն նահանգից որպես ճշմարտախոսք որտեղ ես միշտ այնպես եղել եմ իրենց մոտնալ իմ կարծիքներով հավանում էին ինձ կամ հավանում են ինձ եւ այն պատճառով ընդունեցին եւ շատ նորմալ ծևով մեծամասնությունը ընդունում են կա իհարկե միշտ որոշ անձեր որ իրենց բնավորությունը չեն ընդունել որ իրենց բարեկամներն ալ ընդունեն բայց Ընդհանրապես այդպիսի պայմաններում մեջ մարդիկ կլան որ գնան քեզի չեն ընդունիր բայց ուրիշ մարդիկ կլան որ քեզի շատ լավ կընդունին եւ բայց ժամանակ կառնի մինչեւ այդ վստահությունը այո ներշնչես գիտես մերը շատ կարճ ժամանակ էր կարող եմ ասել որ երևի մի ամիս չքաշվեցավ մինչեւ որ ես սկացել եմ որ նորմալ էր վիճակը ուրիշ բանալ որ օգտակար էր Մոնտե Մելքոնյանին գինը ինքը առաջին անգամ որ ես գնացի Մարտունի իր պատճառով էր Մոնտե Մելքոնյան այն ժամանակին Մոնտե Մելքոնյան հիմնադրամը կար այսօր թեր կա Հայաստանի մեջ բայց Ամերիկայի մեջ չկա այն ժամանակին ես նախագահն էի Մոնտե Մելքոնյան հիմնադրամին որպես սետան ներկայացուցի ինձ ով եմ եւ այլն այն ալ իհարկե օգտակար էր եւ այն պատճառով ես ասում եմ որ այն ամեն ինչ երկրորդական էր ինձ համար արդեն այն աշխատել որ ժողովրդին վստահությունը նորմալ ծևով զրուցել եմ շփվել եմ իրենց հետ եւ իրենց այնպես ընդունեցին ուրեմն ընդհանրապես ժամանակը Ղարաբաղի մեջ գանցնեիր չէ Հայաստան ալգերտայիր եւ որ մեկ շրջաններում մեջ ավելի շատ Արցախի մեջ էի մեծամասնությունը երբ որ այն ժամանակին այդ վատ օրերը որ ասում ենք որ լույսը քիչ էր ապրանքը քիչ էր ամիսը մեկ անգամ գնում էի Երևան որ ինչ որ պետք է որ չէի գնալ Արցախի մեջ այդտեղից առնում ենք ինտերնետի կապնալ շատ դժվար էր այդ ժամանակին Արցախի մեջ ընդհանրապես Մարտունի մեջ չկար մենք գնում ենք Ստեփանագերտ բայց անգեզած Երևանն էր որ կարիք կար քոնե ամիսը մեկ անգամ գնում էի այնտեղ եւ որոշ հարցերով զբաղվելու ինչ դնդեսական կամ հողագործության ինչ ծրագիրներ կդեսնեիր ինչ հետաքրքրական օրինակ որ մենք իբրև սպիրկահայեր այսօր որ գտիդենք ինչ գարելիություններ կան այսօր Արցախի մեջ որ կգարձես որ մեր երիտասարդները եւ մեր ծնողները օրինակ որ կաչարեն իրենց զավակները իրենց տորնիկները կամ նույնիսկ իրենք ինչ ծևով կարելի է սպիրկը օգտակար լալ
ասենք լա engineer-ը լա, այսինքն մասնակիցները լան կամ businessmen-ները լան, ինչ դժվարություններ կգրնան լալ եւ ինչպես կարելի է մոդենալ եւ ամեն երկրի մեջ ասենք ռիսկ մգա, այսինքն դժվարություններ պիտի լան, սակայն ծովը կուպորսալտեն այդ ինչպես կգնան մեր ես եւ ուրիշները օգտվել։ Ծով որ ես ասեմ, որ իմ բիզնես փորձելս, որտեղ ես բիզնեսով զբաղվել եմ Ամերիկայի մեջ, եւ բիզնես անելը Հայաստանի մեջ ընդհանրապես մեկը մյուսին հետ չի համապատասխաներ։ Այն ժամանակին, երբ որ թեր բավականից հեշտ էր բիզնեսը սկսել Արցախի մեջ, Հայաստանի մեջ, ես զբաղվում էի երևի 80%-ը զբաղվում էի իմ ժամանակս խնդիրներով։ Թող լինե կառավարությունի կողմից, թող լինե ժողովրդից աշխատողներուն կողմից, թող լինե շուկայի պակասությունի կողմից եւ այլն։ Ես կարող եմ ասել, որ այսօրվա բիզնեսի թաշտը Հայաստանի մեջ թեր հասած չէ, Արցախն նույնը, օրենքներ թեր կան, որ չեն գործում եւ հարկային թաշտը թեր հասած չէ, ինչպես որ պետք է, չեմ ասել, որ օրենքը գրված չէ, օրենքը կա, բայց չի գործում նորմալ։ Այսօրվա ղեկավարները մտածում են իրենց ջեբերու մասին, իրենց տրամներու մասին եւ դժբախտաբար այն մեծ վնաս է մեզ համար։ Բիզնես անելու, եթե մեկ մասը որ ես ուզում եմ բիզնես անել Հայաստանի մեջ, ես կասեմ, որ սպասե։ Եվ կասեմ, որ եթե ուզում ես իսկապես բիզնես անել, պետք է այն բիզնեսի թաշտը պատրաստես եւ պետք է օգնես, որ հասնի այդ բիզնեսի թաշտը, որտեղ այսպես ինչ որ ես տեսնամ, եթե մենք լուրջ քայլեր չառնենք, առաջ չգնանք եւ փորձենք ուղղացնել բիզնեսի թաշտը այսօր, մարդուն իրավունքներուն թաշտը եւ այլն, ադամենը չմեկ մյուսներ կապ ունի, անիմաստ է արդեն բիզնես անել։ Ես ունեմ ընկերներ, որ մի հատ կա, որ ուզում եմ որ հիշենք, Նազարեթ Բերբերյանն էր անունը։ Ինքը Լաքնյադայից է, հարուստ էր, բիզնես ուներ այստեղ Ամերիկայի մեջ, շենքեր ունե եւ այլն, ինքը կարիք չուներ բիզնես անել Հայաստանի մեջ։ Գնաց այնտեղ բիզնես ծրավ, հյուրանոց սարքում էր եւ հյուրանոց։ Հյուսիս Բողոդայի վրա հյուրանոց էր գսարքեր։ Այո։ Եւ ապրիլ 25-ին 2009 թվականից անհայտնվեցավ։ Եվ իր մարմինը կդան 20 օրից հետո։ Եվ իր մարմինը շատ քեշ վիճակի մեջ է, տանջված վիճակով սպանեցին իրեն։ Ես կհավատամ, որ այն կապված էր իր բիզնեսի հետ, որտեղ Նազարեթային տեսակ մարդ էր, որ ինքը չէր հավանում մեր գավառներուն եւ չուզեց կոռուպցիայի մեջ թողե որ մեկ մտնի իր հետ գործով եւ առաջարկողներ շատ կային։ Այն ժամանակին որ ուզեցին բիզնես անել Նազարեթին հետ, բարի մարդ էր, շատ օգտակար էր, օգնությունի մոմենտը Արցախի մեջ, Հայաստանի մեջ հակին հազարավոր մարդ նյութապես օգներ է, օգնություն, ֆիզիկապես օգնություն, թող լինի ալյոր։ Այդ մարդը այսօր չկա, եւ ինչու չկա, որովհետեւ Հայաստանը հասած չէ այն բիզնեսի թաշտը։ Երբ որ Նազարեթին մարմինը գտնվեցավ մինչեւ այդ, ես Ամերիկայի ժամանակին ես գնացի այնտեղ, որ գտնեմ իրեն, եթե կենթանի էր, բայց որ կենթանի չէր, ես պետք է ուսումնասիրեի ինչ եղել է Նազարեթին։ Այն ժամանակին վարչապետները, հին վարչապետները հավաքված են AUA-ի մեջ մի կոնֆերանսի համար, տնտեսական վիճակի մասին էր, մեր նեղ վիճակի ժամանակ։ AUA ամերիկյան համալսարան։ AUA-ին այն մայիս 25-ն էր 2009 թվական։ Ես հարց բարձրացուցի, ասեցի, որ Նազարեթ Բերբերյանը այս, ինչպես որ բացատրեցի, ինչ պետք է անենք, որ այն տեսակ բիզնես մարդ ապահով է սկա Հայաստանի մեջ։ Մի հատ մարդ չկար, որպես եղեր է վարչապետ, որ չուներ մի պատմություն, ինչպես այս մարդը այս եղավ, ինչպես այն մարդը այն եղավ, եւ շատ դժվար է բիզնես անելը, բայց մինչեւ իմ հարցս ամբողջ ասում էին, որ պատասխանը այն է, որ դուրսից մարդ պետք է բիզնես հիմնել, բիզնես տնել։ Ես նորեն ասում եմ, որ մինչև որ Հայաստանը չի հասնի, մինչև որ այս կոռուպցիանը մի ցևով մի մեծ ամասնություն չի վերացնենք, եւ այն կոռուպցիանը սկսում է Սերժ Սարգսյանից եւ իջնում են մինչև հավաքարանը քաղաքապետարանի շենքի մեջ։
ծայրից ծայր մեր երկիրը այսօր դժբախտաբար այն վիճակի մեջ չէ, որ մենք պետք է ապահովենք սկանքի մեր թրամները տնենք այնտեղ, բայց կրնանք անել, եթե ուզում ենք ուղղացնենք այս վիճակը, իսկապես ես հավատում եմ, որ կրնանք անել։ Հիմա որ գիտենք, որ վիճակը իսկապես այս կոռուպցիան ես 2 օր առաջ ուրիշ դասախոսության ներկա եղա, որ նույն խոսքերը ասվեցավ եւ ուրիշ մեկը հարցուց, որ արդյոք չես վախնար, որ այսպիսի ուժգու զորավոր գերբով գխոսից Հայաստանի այս կոռուպցիայի իրավիճակի մասին, սա ես չեմ վախնար եւ մենք Հայաստանի մեջ ալ գխոսենք եւ այս վիճակը անդանելի է իսկապես ինչպես որ գսես եւ այդ բոլորը ժողովրդին վրա ինձեւի ասեցություն կունենա եւ որ ժողովուրդը այլևս անիմաս կգտնա նորմալ աշխատանքի, նորմալ բնական գիտական, մանավանդ անոնք, որոնք գիտության կետնի վրա են, գիտության, ասենք, բնակավարի մեջ կաշխատին եւ այսպիսի անիմաստ եւ մանր հարցերով եւ ասին իսկապես, որ մենք մեր ասենք փոսը գփորենք եւ աբակային մասին չենք մտածել, մենք մտածենք այս ռոբեին ինչ շահ ունենք, ամենս որ այս ներմիդ եւ գարջադես մտածելակերպով երկիրը ժողովուրդը չի կրնար աբակամ ունենալ եւ ճիշտ այն է որ ժողովրդին հուսախաբություն կրնա դալ եւ խնդրեմ այսին այս հարցերը մենք իբրև սպիրկայի ինչ պետք է անենք, որ բայկարինք եւ այսօր սպիրկի մեջ ունենք մարտի կազմակերպություններ, դակավին այս իշխանություններուն այո, ես կով կովեն եւ այլն եւ այլն։ Ես մի բան ասեմ, որ այսօրվա կառավարությունը որ կա, որ ես ուզում եմ ասել, որ ինքնաընտրած կառավարություն ունենք այսօր։ Ընտրությունները որ եղել են 2008 թվականից այդ ընտրություն չէր արդեն այն խաղ էր իրենց համար եւ իրենց ուժերով, իրենց փողերով, իրենց չգիտեմ ինչով ընտրվեցան, բայց չընտրվեցան, իրենց նշվեցան որպես նախագահ եւ այլն։ Այն Սերժ Սարգսյանը դժբախտաբար ցավալիկ է, որտեղ ես Սերժ Սարգսյանին ճանաչում էի մինչեւ նախագահ դառնալ, մինչեւ իր պաշտոն, մեծ պաշտոններ կրավիրերը եւ կարող եմ ասել Ղարաբաղի շարժումի ժամանակը կիսատ նորմալ մարդ էր, ոչ թե լրիվ նորմալ, բայց կիսատ նորմալ մարդ էր, որ կարեցավ գործը առաջ տանել։ Ճիշտ է, բաներ կան այն ժամանակին, որ արդեն հիմա որ ես հասկանում եմ, հետևանք բանը նշաններ կան այն ժամանակին, որ ինքը գնում էր այս ուղղությամբ վրա։ Բայց այն մի կողմից որ տնենք, պետք է ասենք, որ կառավարությունը այսօր գերվի իրենց իսկապես չեն հասկանալ ինչ են անում, ինչու անում են եւ ինչ պետք է անեն։ Եվ ես այս վերջին 3 տարի, 3-4 տարի կսպասվեի ուղղությամբ տալ կառավարությունին որոշ ցևով 2003 թվականից եւ մինչեւ 2003 թվականից արդեն ես ճանաչված էի որպես մարդուն իրավունքներուն պաշտպան, human rights activist Արցախի մեջը եւ շատ տարբեր գործեր արել եմ այն ուղղությամբ վրա ժողովրդի համար, հասարակ ժողովրդի համար եւ ինչպես որ նշեցի 2003 թվականից արդեն որպես թերթերը մամուլի միջոցով մեծ գործեր առաջ տարել եմ, արել ենք illegal adoptions, as որդակրելու process-ը։ Գնաց քիչ մադուր մասին խոսիլ։ Կրնանք մի քիչ այդ մասին խոսիլ 2003 թվականից մենք նկատեցինք, որ օդարներ, ոչ հայեր, որտեղ ժամանակին կարող եմ ասել, ես մի քիչ առաջ գնամ 2000 թվական, 2001 թվական, ավելի շուտ 2001 թվական ես բարեկամ ունեմ, ասկական ունեմ, որ կցանկանային երեխա որդակրել Հայաստանին։ Ես Արցախ ապրում էի եւ Արցախը նոր օրենք ընդունեցին որդակրելու process-ի համար միջազգային։ Ես օգնեցի իմ բարեկամներս, որ երեխա որդակրեն Հայաստանին, Արցախին։ Այն process-ը պետք է ասեմ, որ ինչքան որ բարդ
լինում էր Հայաստանի մեջը 12 օրվա մեջ ամբողջ process-ը թուղթերը, որ իրենց արդեն պատրաստ ունեին Ամերիկայից, որ ուղարկում են Հայաստանին, մինչև process-ը վերջանալ 12 օրվա մեջ ավարտեցին գործը։ Առանց կաշառք, առանց ոչ մի բան, ճիշտ է, շատ ծանոթներ ունեի, որպես հասկանում են ով եմ, ինչ եմ եւ գիտեն, որ փող չեն գնալ պահանջել ինձ մեջ, որտեղ խնդրեմ կդառնա իրենց համար, ինչ որ է։ Այս երեխան շատ հեշտ ցևով որդակրվեցավ, բայց ես նկատեցի եւ ուրախացա, որ կառավարությունը շատ կենտրոնացան իմանալ իմ հարևաններս հայ են, 100% հայ են եւ այլն, ուրախացել էի, որ հասկացա, որ օտարները իրավունք չունեն Հայաստանի մեջ երեխա որդակրել։ Մի 2 տարի անցեր է, 1.5 տարի անցեր է, մեկը քրեցին վրա, որտեղ ես ինտերնետի վրա շատ կքրեի այդ ժամանակին, տարբեր հոդվածներ, իմ կյանքիս մասին եւ այլն, որ մինչեւ հիմա կա, արխիվը կա բանի մեջ ինտերնետից, այն իմ քրածներս, եւ մի կին քրեց, որ ինքը կորդակրե մի հատ երեխա, ինքը գես հայ է, ասի որ է ափսոս, որ չի պիտի ստացվի քեզ համար, ասա որ ինչու, ասի որ որտեվ կպահանջեն, որ 100% հայ պետք է լինես, որ մեր երեխաները կարողանաս որդակրել, ասա որ չէ, այսպես այդ բան չկա, մի հատ խումբ կա ինտերնետի վրա, it was a Yahoo group խումբն է, որ երեխաներ կորդակրեն Հայաստանին, եւ կա իրենց մեջ օտարներ, որ ընդհանրապես մեր գատիլ հայ այրուն չունեն իրենց մեջ։ Ես ուսումնասիրեցի եւ կդա որ իսկապես այնպես էր ներկայացուցիա խնդրեմը հոդվածով մամուլի մեջոցով Radio Free Europe, Radio Liberty, Emil Danielyանը իր հետ աշխատել եմ եւ մի անգամից process-ը, որդակրել process-ը կանգնեց Հայաստանի մեջ, ոչ մեկը չկարողացավ երեխա որդակրել դուրսից մի որոշ ժամանակ օրենքներ ընդունեցին, process-ը փոխեցին եւ այլն, բայց դժբախտաբար 2007 թվականից նկատեցինք, որ արդեն սկսել են նորեն այս խնդրը եւ օդարները մեծ գումարներով մինչեւ $40,000 վճարում էին, որ երեխա որդակրեն Հայաստանին եւ մոտ $20,000-$25,000 գնում էր Հայաստան, որ այդ process-ը անեն եւ բարձ է կաշառք էին տալիս։ Ես ախոսել եմ այդ ծնողները, որ որդակրեցին օդար են իրենց, լրիվ օդար, ասել եմ մի կաթիլ հայ այրուն չկա իրենց մեջ եւ հաշանեցին իմ հետս process-ը։ Իրենց ճիշտ ասած իմացան, որ ես ալ օդար էի եւ ուզեցինք երեխա որդակրել եւ ուզեցին իմանալ process-ը ինչ ձևով է եւ ասեցին, որ մենք մանկատունն ասչապտվեցինք, մեկ մա ասա, որ մենք փող տվեցինք մանկատունից, որ երեխային թաքցնել, որ տեղացիները չկարողանան որդակրել։ Շատ առողջ նորմալ երեխա, այսօր Լաս Վեգաս ապրում է այդ երեխան, 3-4 տարի, 3 տարեկան է այդ երեխան այսօր։ Եվ այս է մեր ցավը, իմ ցավս, որտեղ այս երեխաները, որ հայ են, որ կրնա դեղացին որդակրել, չի ստացվում, որտեղ դուրսից մարդ գալիս է եւ իրոք քողանում են, ամբողջ process-ը խախտում են, ժամկետներ կան, որոշ ժամկետներ, որ պետք է իրենց անեն process-ը եւ չեն անել, փող են տալիս եւ վերցնում երեխաները տանում են։ Եվ այնպես այդ հայ երեխան հայ չի լինի մեծանալ։ Եվ այն ամերցածն է, մեր թիվերը բագասեր։ Մի հատ զինվոր, մի հատ հայր, մի հատ քիդնական, մի հատ չգիտեմ ինչ կլիներ այդ երեխան, եթե մնաց Հայաստան, չունենք, չկա։ Օտարները վերցուցին $40,000, արեն են, առնում են հայ երեխաները։ Այս է ցավ, այսօրվա բանն է։ Վարչապետը Տիգրան Սարգսյանը վերջին ստորագրությունը, որ պետք է տնա թուղթերում մեջ, փաստաթուղթերում մեջ, որ իրավունք տա, որ այդ երեխաները տանեն իր ստորագրությունն է։ Ուրիշ մեկ ինքը գրնա գայնեցին այդ գործը, բայց վստահ եմ 100%, չեմ ասել, որ 99.9, 100% ինքը փող է ստանում։ Ամեն անգամ, որ ինքը ստորագրում է։ Այն է մեր երկիրը այսօր, այն պատճառով կառավարությունը պետք ունի, որ մի հատ մարմին, մի հատ մարդ, մի հատ չգիտեմ ինչ, ցույց տա իրենց ճանապարհը, եւ ոչ թե միայն ցույց տա, պահանջի, որ այդ ճանապարհի վրա անցնեն, որտեղ այն մեր երկիրն է, մեր աբական, մեր երեխաներուն աբական։ Այն է։ Այո։ Բայց այս ամենը գլա, որովհետև տուն վերադարձար հայրենիք, այդ ոգին, որ ունիս, եւ այդ հայրենասիրական ոգին, այդ ակտիվիզմը, որ ունիս մեջդ,
եւ Իրանի տեկեզի պես լան հարյուրավոր որբեսի այս ասենք իրավիճակը փոխվի որտեղ ուժ պետք է որ փոխվի եւ ադիգա 1-2-3 հոգիով չլար անորամար ես իմ ծրագիրս այդ է որ կաչարենք մեր բոլորին որ արային նման մարտիկ ունենանք այսօր Հայաստանի մեջ եւ այդ իրավիճակը փոխվի անկարելի բան չի գա երկու վարիանտ կա կամ պիտի երգիրը ցկես կամ պիտի բայկարիս եւ խոսքով չէ որ կբայկարիս առաջ շնորհակալ եմ խոսքերուդ համար հիմա ուրիշ ծրագիրներում վրա աշխատած եթե չեմ սխալիր մարմնավաճառներու մարմնավաճառ չեն ճիշտ ասած ամեն մարդ ասում է մարմնավաճառ իրենց կոչվում են trafficking զոհեր որ ճիշտ է տանում են 2003 թվականից արդեն որ ավարտել եմ աս ворթակրելու process-ի խնդիրը մեկ մարաջ նամակ գրեցին վրասը որ հիմա թիր արաբական տարածք եւ գնա Դուբայ հայ աղջիկ առ փողով այն որ արդեն լսեցի սկսի ուսումնասիրել այսինչ պատմություն է եւ 2005 թվականին որ ամիսներ հունիս կամ մայիս այս ժամանակը մի հատ ֆիլմ հանեցինք ես եւ Էդիկ Բաղդասարյան հետքից եւ այն ֆիլմը փաստեց որ մեր թշպախտապարներն մեր ղեկավարները եւ մեր հայերը եւ օրենքի մարմինները էմիրատներու մեջ եւ իրենց թակավորները եւ այլն առնում են մեր երեխաները նորեն աղջիկներ որ մանգադունից են հասած բաժանված աղջիկներ կիներ որ իրենց ամուսինները թողեր են իրենց եւ այլն եւ տարել են Դուբայ եւ ստպում էին որ սեքս բիզնեսի մեջ մտնել եւ իրենց մարմինները վաճառեն այնտեղ եւ պահում էին զորով պահում էին паспортները վերցնում էին իրավունք չունեն դուրս գալ եւ այլն մենք ալգնացինք այնտեղ խոսերենք այդ աղջիկներուն հետ նկարեցինք ոստիկանները կդանք նկարները մեծերը եւ այլն շատ մեծ խնդիր էր այդ ժամանակին այն հետո արդեն մի քիչ կայնեց մի քանի մարդ պատժվեցավ եւ այլն բայց հիմա այսօր նորեն շարունակվում է որովհետեւ մեր ղեկավարները եւ մեր արտաքին գործերի նախարարը մեր վարչապետը նորեն այն ժամանակին Անտոնի Մարկարյանն է եւ այլն լուրջ ցևով չմոտիկացան այդ հարցը որտեւ ամբողջը շահություն էին մեջը գեներալներ կային մեջը նախարարներ կային խառնված մեջը ոստիկաններ եւ այլն մինչեւ Թադախաս Աղվան Հովսեփյանը ինձ համար թիվ 1 մարդն է այդ գործի վրա որ ինքը մեծ շահույթ ուներ եւ ես փաստեր ունեմ որ ինքը կաբեր ուներ այն անձերը որ տանում են մեր երեխաները եւ շատ նորմալ ցևով մագի մեջ ալկար մեկ հատ մագ UN United Nations Հայաստանի մեջ ինքն խառնված էր մեջը ինչ ցևով խառնվին գոր ինքը աշխատում էր Թադախասի մոտ Աղվանի մոտ եւ թրել եմ հակատրաֆիկային բաժինը United Nations-ի մեջ բայց ինքը trafficking ցանցի մեջ էր եւ մինչեւ իր մտնել այդ աշխատանքի մեջը մեկ մսկուշացուց մագի բանը ղեկավարը այն ժամանակին միգին մներ անունը Լիս Գրանդե էր եւ զգուշացուց որ աս մարդը այդ ցանցի մեջն է ես ալահակին բայկարեցի եւ շնորհիվ ամերիկան դեսպանատունից եւ State Department-ից հանեցին այդ մարդը բայց առանց աղմուկով առանց ոչ մի բան այնպես հենց ազատեցին չուզեցին մեծ խնդիր անել այնպես իսկ ուրիշ ինչ երկիրներ ռուետ գլագորաս Թուրքիայի հետ անշուշտ Դուբայ Եգիպտոս Իսպանիա Թուրքիա Ամերիկա եւ վստահ եմ որ ուրիշ երկիրներ կան որ ավելի քիչ բան քանակով գնում Եվրոպա հաստատ այսին Հայաստանի իշխանությունները բիզնեսով են զբաղվում այո եթե նայես ինչ որ ով որ parlamenti անդամ է ամբողջ բիզնես մեծամասնությունը բիզնեսներ ունեն իրենց այնտեղ են նայ Ծառուկյանը Տոդիկակոն որ կա ինքը ամենամեծ քողավազակն է Հայաստանի մեջ այսօր եթե Սերժին կողքը տնես կարող է հավասարչափ կամ ավել Ծառուկյանը ես ունեմ մի հատ հոդված
որ հարց տվեցին Ծառուկյանին մայրը նալոգի մոմենտին հետ կապված էր, քանի աշխատող ունես։ Եվ ինքը ասա, որ եթե այն պատասխան է, նալոգեն պրոբլեմներ պիտի ունենամ։ Եվ ինքը ասա, որ լավ, բան թուղթի վրա ինչքան կրված է, սա 70 չգիտեմ քանի հատ։ Բայց այս մարդը 100-ավոր աշխատող ունի։ Բայց պահում են անօրինավոր, որ ինքը նալոգը չի վճարի։ Այսօրվա Հայաստանի վիճակը, որ շատ նեղ վիճակի մեջ է, կառավարությունը հարկային մարմինը պագաս կվերցնեն, ինչքան որ պետք է վերցնեն, մոտ $400 միլիոն ամեն տարի պագաս են վերցնում։ Եվ այն կմնա այն տոդիգագոներու, Նեմեցրոբոյին, չգիտեմ ինչն, ասախ մոֆիայի բաները, Ռոբերտ Քոչարյանը, ով որ բիզնեսով կսպասվի, մեծ բիզնեսով, իրենց կօգտվին այնտեղից, որտեղ նալոգը չեն վերցնեն։ Տալիս են նալոգը taxes։ Այսինքն դուրքերը։ Դուրքերը $400 միլիոն ամեն տարի ես կարող եմ ասել, որ քոնե սկսած, եթե ավելի շուտ, սկսած 2006 թվականին, մինչև այսօր $400 միլիոն պակաս կվերցնեն։ $400 միլիոն գիտես ինչ փող է մի փոքր երկրի համար։ Մենք ինչքան պենսիաներ, այս վերջինս մեծ խնդիր պատվեցա պենսիաներու մասին։ Մերած մարդիկները գրանցված են եւ պենսիանը կստանան, բայց ով կստանա ղեկավարները։ Նախարարը փոխեցին այս վերջինս։ Այս սոցիալական պենսիանի նախարարը որ կա, նոր փոխեր են։ Մի քանի դեկտեմբեր ամիս է կարծեմ, որովհետև այս խնդիրը կար։ Եվ այն միլիոնները, որ իրենց քողանում են, եւ իրենց ջեբրու մեջ ծնում են։ Փանը։ Եվ Տրամնալ երկրեն դուրս գելա։ Գերեւի, իրենց բիզնեսները ունեն ամենտեղ, գնում են Հունաստան, Ամերիկա, այստեղ ունեն բիզնեսներ։ Նայ, Սաշի Սարգսյանը, Սերժին եղբայրը, քանի միլիոն դոլար օրինավոր ծևով բերել է Ամերիկա։ 20-40, չգիտեմ, քանի միլիոն միանգամից ալ մոտ $200 միլիոն։ Եվ այս վերջինս ով բռնվեցավ այդ բզոն Արմեն ինչի անունը, որ այդ Medicare fraud-ին հետ, այն Սաշիգին ընկերն է, իրենց միասին կործանում էին։ Այստեղ Glendale-ի մեջը, Burbank մեջը, San Fernando Road-ի վրա շենքեր ունեն միասին։ Այն ամբողջը մեր փողերն են։ Սաշիգը որտեղից ցերկ բերավ $200 միլիոն, որ կարծավ օրինավոր բերել այստեղ։ Որտեղ։ Մեծ հարցեր կան։ Եթե խոսից տեսակմն է, չի խոսից տեսակմն է, բայց այսպիսի իրականություններ, որ կներկայացվին եւ անշուշտ եւ կտեսնենք թե երկիրը դեպի վար գիշնա ամեն օր եւ բաժանները կուզենք փնտրել եւ ամեն բաժաններու բացատրությունները որ գուտած ասիկա մեր ժողովրդի ասենք հոգեբանությունը քարակտերի ասբատ տարածումը որտեղից է եկել աս բոլորը եւ մարդիկ են որ բարձրապես օգտագործեն իրենց թիրքը, իրենց պաշտոնը, իրենց ազգային հայրենասիրական ոգի չկա ես գերեւի թե սպիրկայությունն է որ հայրենասիրություն պիտի սորվեցնե Հայաստանի ժողովրդին ոչ թե ժողովրդին այլ իշխանություններուն ավելի ճիշտ է ինչ ժողովուրդը այսօր Հայաստանի մեջ կդարաբի Եվ խոսեի նորեն գիտնականի հետ մի քանի օր առաջ իրենցի որ վերջին 20 տարիներու ընթացքին այստեղի կոնսուլները, տեսփանները թե Ամերիկայի թե աշխարհի բոլոր կողմերը ինչ ռազեն որբեսի Հայաստանի տնտեսությունը զարգանա կամ օգտակար լան դասավ ինչու Հայաստանի իշխանությունները ինչ ռազեն որ իրենց կոնսուլները եւ տեսփանները ինչ են Ես մի բան նշեմ գներես Հարոտ որ ասեցի կոնսել այստեղ Գլենոքսի վրա կոնսելը Central եւ Գլենոքսի վրա ինչի անունը Հովանեսյան անցյալ օրը ընկերս իր մոտներ ով իմ ընկերս որ քու ծրագիրիդ վրա կար Կարիկ Չքասոսյանը բանը որ կոմիտասի բանը ներկայացնում էր եւ Հովանեսյանը իրեն ասավ Գարեքինը մի բան ասավ սպյուրքի մասին ինչպես որ լավ է որ սպյուրք ունենք եւ այլն եւ Հովանեսյանը ասավ որ չէ ինչ սպյուրքը անգլերենով կասեմ եւ բիդի թարգմանես որտեւ այնպես հիշում եմ they're not an asset they're a liability Այսինքն սպյուրքը իշահ մեզի չէ այլ իվնաս մեզի է ծևոմը Եվ այնպես, եթե մեր կոնսուլատները այնպես մտածում են, այն կնշան, եւ իրենց ներկայացնում են մեր կառավարությունը այստեղ, ինչ ասենք, ուրիշ ինչ կա ասելու։
Այս է իրականությունը։ Այո, ճիշտ է, եթե մեր ուրեմն արտաքին գործոց նախարարությունն են գսկսի, եւ ասիկա երբ որ Բարտան Օսկանյանն ան նախարար էր 10 տարի, նույն վիճակն էր։ Այսինքն ինքը որ սպիրկահայ է, նորեն գծարայ է որ նույն այդ օլիգարխին որ բամը չնեն։ Եվ եթե սպիրկի ուրեմն Հայաստանի տեսփանները եւ չներկայացնեն Հայաստանի խնդիրները սպիրկահայության եւ չաշխատին, որ այստեղ են վերադարձ լա, այսինքն մարտի գերտան եւ կորձ կդարեն օգտակար լան եւ թերքերին զալատ գենան, անիգա հստակ քաղաքականություն ունի ուրեմն Հայաստանի իշխանությունները վերջին 20 տարիներուն ընթացքին Հայաստանը կանտելու համար։ Ես ուրիշ բան չեմ գնալ գտնել, որտեղ որևէ լոգիկի հետ դրամապանության հետ չեմ գնալ բաներ, եթե ես բիզնես ունենամ եւ այդպիսի վերաբերմունք ունենամ, մի քանի օրեն արդեն գկոծվի իմ բիզնեսը։ Եվ այս մարտիկը երևի թե բարձավես եթե մեքսիկացի բերենք, որ իրենց գործը են դերևս ավելի լավ գնեն։ Ուրիշ ինչ հարցերու մասին աշխատած ես։ Ես ասեմ, ես ինչպես որ ստրուգային հա, մի հատ ասվերջինս, մի հատ բան կա Հայաստանի մեջը, որ որոշ տարածքներ կան, որ ժողովուրդը գնում են աշխատելու եւ վերցնում են ոնց որ թրաֆիկինգ զոհեն, բայց երկրի մեջը վերցնում են չեն թողել, որ տարածքեն դուրս կան, կվճարեն իրեն ինչ ապրանք որ իրենց որտեղ գլագորացի այս հիմա մոռացել եմ, աչափաներ կկար համաս վերջինս այսինքն Հայաստանի մեջն է միջապես եւ շատ հայտնի մեկ մնե մոֆիայի թեմփ մնե որ իր երեխաներն ա խնդիրներ ուներ աս վերջինս ընդրություններուն հետ կապած եւ այլն, բայց այս մարդը անսամբ ինքը ունե գերեւի 100-ավոր անձեր, որ ապրում է իր տարածքի մեջ եւ այդ տարածքը ունե բահակներ 4 կոմա մարդ իրավունք չունի դուրս գալ ստրուկ է վերջը վճարում են ձուով օրինակ եթե աշխատվածը 30,000 դրամ է տալիս են քեզ ձու որ 60 դրամ արժեքով պրեֆտ է եւ այն ձուն որ դու աշխատել ես այնտեղ որ հավաքես եւ այլն եւ այն ձուն չեն կարող ծախել կարող է 30 դրամով գերեւի ծախել եւ չգիտեմ ինչ բայց իրավունք չունեն դուրս գալ մի հատ հոդված եղել է աս վերջինս մի շաբաթ առաջ կարծեմ որ այսպես խնդրեմ կա եւ այս իրականությունն է Հայաստանի մեջ Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի որտեւ շատ անձեր կան որ գիտեն որ օրենքը իրենց համար չէ օրենք են բարձր կսկան այն է բայց մի բան ասեմ որ ես խնդրում եմ մեր ժողովրդին որ հույսը չկտրես որտեվ իսկապես եթե մենք կուզենք որ այս վիճակը ուղղացնենք մենք կարող ենք հիմա ես աս վերջինս ուսումնասիրել եւ սկսել եմ սպասել մի հատ շարժում որ կա Հայաստանի մեջը կոչվում է Սարտարապատ եւ կարծեմ այստեղ ֆիլմեր ցույց տվեցին եւ այլն իրենց պատրաստված ֆիլմերը ինչքան որ գիտեմ կա Դագավին Սարտարապատի շարժումը գլխավոր անձերը այնտեղ Ժիրազ Սեֆիլյանն է Ալեք Ենիկոմչումյան եւ այլն իրենց բան չեն ոնց որ գուսակցություն չեն բան չեն it's not a political party it's a movement շարժում պոլիտիկական շարժում է ավելի շուտ որ ուղղության տան մեր ուղղության տան մեր կառավարությունին որ ճիշտ ճանապարհները ընտրեն ես համամիտ եմ այն տեսակ շարժումի համար որովհետև պետք ունենք այսօր այն տեսակ ճնշում Հայաստանի մեջ մեր կառավարները մեկ չկա որ ճնշում են ներսից կարող է դուրսից օդարներ կան դուրսից մենք չենք ճնշել որ Հայաստանի վրա չէ ես չեմ ասել մեր մասին ես ասում եմ որ կարող է Ռուսաստանը Ամերիկայի կառավարությունը կամ չգիտեմ ինչ օդարները որ ուզում են օգտվին Հայաստանից իրենց շահույթի համար իրենց պոլիտիկական ուժերու համար բայց հայերը մեր ղեկավարները այսօր պետք ունեն մեզ ճնշում համ դուրսից համ ներսից այն պատճառով ես որոշեցի որ ես պետք է միանամ այն տեսակ շարժումի հետ հիմա լուրջ ծավալով ուսումնասիրում եմ իրենց նպատակը իրենց բանը բայց մինչև հիմա ես համաձայն եմ իրենց այսօրվա քայլերը որ ընդրել են եւ հույսով եմ որ
այն շարժումը մի քիչ ուժ կվերցնի, որտեղ իսկապես ես տեսնում եմ, որ արդյունք տեսնում են, իրենց արդեն արդյունք տեսնում են կառավարությունին։ Անշուշտ, եթե հարցեր կան, կրնակ հեռացանել եւ մոտ 15 րոպե ունենք, խնդրեմ հեռացային թիվը այդտեղ գրված է։ Նաեւ դուք կունդանիքդ արա Շահան Նատալի ոչ ահաբեր գազམ་ագերբությունը ունիք։ Այո։ Դե որ դարիներ է իվեր։ Շահան Նատալին կու մեծ հայրն է։ Այո։ Ձևով ինչպես կրնաս ներկայացնել կու մեծ հայրդ, որ եւ ինչ ձևի աշխատանք կդարած է եւ ինչ ձևի աշխատանք կդանիք իբրև ոչ ահաբեր գազམ་ագերբություն։ Շահան Նատալին ով որ չգիտե, ավելի շուտ պիտի ճանչնան Սողոմոն Թելերյանին, որ Շահան Նատալին իր ղեկավարն էր։ Շահան Նատալին ամփոշած Թալիատ Փաշան, Ջեմել Փաշան, ինչ թուրքեր որ կան, ինչ հայ դավաճաններ որ կան, որ պատիժ պետք է հասնեն իրենց, մահապատիժ մանավանդ, ինքն էր ղեկավարը այդ գործերով վրա, ինքը կերթար կգտներ եւ կփերեր այն սպանողները, ով որ պետք է սպանե, պետք է վերացնե, որտեղ իհարկե իրենց հասնում էր արդեն այդ պատիժը։ Շահան Նատալին ակտիվիստ էր։ Իր մեջ ես շատ բաներ սորվել եմ։ Ես 16 տարեկան եմ, երբ որ ինքը աչքեր վերջին անգամ փակեց, բայց մինչև այդ ինքը հակին խորհուրդներ տվել է, շատ խոսեր ենք այն տարբեր թեմաների մասին։ Ճիշտ է, Հայաստանը այդ ժամանակին անկախ չէր, բայց միշտ մտածում ենք, եթե անկախ լինե մի օր, ինչ պետք է անենք, շատ խոսեր ենք այն մասին եւ կարող եմ ասել մի ձևով իր գործերը կփորձենք, ես կփորձեմ իմ եղբայրներս իր որոշ ինքը աշակերտներ շատ ուներ, շարունակում են այդ գործերը։ Հիմա մենք հիմներենք 1999 թվականից հիմներենք Շահան Նատալի անվան հիմնադրություն, ընտանեկան հիմնադրություն եւ մեր հիմնադրությունը սպառվում են Հայաստանի մեջ մարդու իրավունքներով, մշակույթի հարցերով, կրթությունի հարցերով, սոցիալական խնդիրներու հարցերով եւ այստեղ Ամերիկայի մեջ նալ մշակույթի հետ մենք շատ տարբեր ծրագիրներ, շատ չէ, ծրագիրներ ունենք, որ առաջ կտանենք, որ կհամապատասխաներ Շահան Նատալին խաղապարները։ Խաղապարախոսները, այո։ Եվ այսօր եթե մարդ կցանկանա, որ մտնեմ մենք website ունենք, որ կոչվում է www.snff.org Շահան Նատալի Family Foundation, բայց ոչ թե բարերով snff.org եւ այնտեղ կգտնես մեր սայթը, մեր գործերու մասին։ Այսօր մենք մի հատ մշակույթի ծրագիր ունենք, որ առաջ կտանենք, որ ես ասեցի Գարեգին Չքասազյանը, իմ ընկերս, որ մուլտիմեդիա բաներ ունե, Կոմիտասի մասին, Արամ Խաչատուրյանի մասին, Բարոյ Սևակի մասին, interactive DVD-ներ ունե, մեր սայթերի վրա կգնաս ուսումնասիրել, այնտեղ վիդեո կլիպեր կան, որ ինքը ներկայացնում է այդ ծրագիրները։ Մենք հիմա փորձում ենք մեր ժողովուրդը այստեղ մանավանդ, որ մի քիչ հպարտանան մեզ մե, որտեղ շատ բաներ կան այս վերջինս, որ չենք հպարտանալ։ Այս Medicare-ը, այս Armenian Power-ը, հային անունը արդեն այն չէ, ինչ որ պետք է լինի եւ ինչ որ կարող նա լինի, որտեղ մենք իսկապես շատ բաներ ունենք հպարտանալու, բայց չենք խոսում այն մասին։ Այսօր մենք կփորձենք այն negative վիճակը մի քիչ հավասարացնենք եւ առաջ տանենք, որ մենք կրնանք նորեն հպարտանալ։ Հիմա իմ ընկերս, որ ասել Գարեգին Չքասազյանը, ինքը գալիս է Կալիֆոռնիա նորից, հունիսին սկիզբը, հունիսին 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին եւ 9-ին բան պիտի լինի, ծրագիրներ կան, որ պիտի ներկայացնե այս մուլտիմեդիա բաները։ Եթե մտնես մեր website-ը, կգնաս գտնել Glendale Library-ին 2 շաբթի օրը կամ կարծեմ ամսին 6-ին։ Ես կհայտարարեմ ադիգա, օրեն։ Բայց ուրեմն երբ պիտի սկսի հունիս 4-ին Սան Ֆրանցիսկոյի մեջն է։ Այո։ Հունիս 5-ին այստեղ է։ Մեկը բանն է Անտիլիասի գլխավոր եկեղեցին, Prelesին պիտի լինի ժամը 1-ին, հետո Արարատ տունը պիտի լինի կարծեմ 4:30-ին, հետո 2 շաբթի օր Glendale Library
երեքշաբթի օր հոմենը Eagle Rock-ի մեջ չորեքշաբթի օր ծեր շոյի վրա պիտի չկա այն օրը հինգշաբթի օրը բոլսահայերուն միությունը շատ արիներ կլինեն որ կրնաս նպատակը ինչ է այս նպատակը այն է որ մեր հարստությունը մեր արժեքները ներկայացնենք աշխարհին եւ ոչ թե միայն հայերուն այսօր հայերուն պիտի ներկայացնենք բայց նույն ժամանակին մենք նկարում ենք այս ամեն ինչ անգլերենով եւ հայերենով ինտերնետի վրա պիտի դնենք որ միջազգային ցեղով կարողանանք տարածել մենք ով ենք շատ կարեւոր է որ մենք ալ հասկանանք մեր երեխաները պետք է հպարտանանք մենք ով ենք եթե մենք հպարտացանք մենք ով ենք որ մենք լավ ենք մենք ավելի շուտ կպայքարենք որ մենք պահպանենք մեր մշակույթը մեր հողը մեր Հայաստանը Ես եկող չորեքշաբթի ուրեմն երեք հանդիպում ունեցա լարկ երաժշտանոցի փոխտնօրենի հետ Դիգին Արժումանյանի հետ, Տակոյ Արժումանյանի հետ եկող չորեքշաբթի ուրեմն ցույց պիտի դամ դեսայրիզմը ուր լարկ երաժշտանոցի ուսանող երիտասարդները ուրեմն 6-7 տարեկանեն մինչև 15-16 տարեկան պիտի արտասանեն դարբեր հայ լեզվի մասին արտասանություններ պիտի լան եւ պիտի տեսնեք թե ինչ ոգիով լարկ երաժշտանոցը ոչ թե միայն երաժշտական դաստիարակություն կուտա այլ նաեւ ազգային դաստիարակություն կուտա այս շաբաթ ես չկարողացա դիգա ցույց տալ բայց եկող շաբաթ կխոստանամ մոտ 30 րոպեանոց դեսայրիզմը պիտի լա եւ պիտի խոսենք նաեւ ուրիշ ազգային հայրենասիրական հարցերու մասին ուրեմն դուք կրնակ միշտ գաբիլ լարկ երաժշտանոցի հետ եւ ձեր զավակները ղրգեցեք այդտեղ եւ թող ունենան գոմիդասյան դաստիարակություն ասենք այդպես է հիմա կրնանք դերևս անցնել ուրեմն Շահան Նատալի հիմնարկը Հայաստանի Ղարաբաղի մեջ ինչ մասնավոր ծրագիր ունեցած է մասնավոր ծրագիրները թշպախտաբար միայն մարդու իրավունքների հետ զբաղվել ենք կար թեթև ծրագիրներ ունենք ազատամարտիկներուն երեխաներուն ճամփար օրինակ արեցինք մի տարի այն ունենք ազատամարտիկներու վիճակը ինչ է ազատամարտիկներու վիճակը կարող եմ ասել որ մեծամասնությունը ավելի լավ են կամ հասարակ ժողովուրդը նույնպես իհարկե ինչպես կլա նույնպես որտեղ կառավարությունը բավականից նայած ճիշտ է թեր մեծ պակասություն կլինի բայց կառավարությունը ավելի շուտ կնային իրենց կամ թե հասարակ աղքատ մարդ Հայաստանի ազատամարտիկը սելով ինչ կա հասկանական ազատամարտիկ ով որ զոհվել է Արցախի մեջը իրենց երեխաներուն իրենց ծնողներուն իրենց կնոջներուն կամ բայց մենք ցույց տվեցինք անգամը որ այդ օգնությունը շատ անգամ բագաս է կամ միջակ է բայց նորեն բայց ես ասում եմ որ նայած մնացածներուն այո ես չեմ ասել որ թեր բավարար է շատ բագաս կլինի բայց նայած մնացածներուն իրենց փորձում են ապրել կամ փորձում են ցույց տալ որ ավելի շատ կնային ազատամարտիկներուն բարձավես ծնող երեխաները եւ այլն բայց այն թեր մեծ բագաս թեր բավական չէ իհարկե եւ նորեն եթե մեր ղեկավարները ուզում են նայել մեր ժողովրդին լավ ցեվով շատ լավ կարող են օրենքի սահմանով ինչպես որ ասեցիր $400 միլիոն ամեն տարի քիչ բան չէ այն քիչ բան չէ այսօրվա Հայաստան հիմնադրամը եւ այդ մարտիկը դալիս են $20 միլիոն մոտավորապես ներդրում գտնեն թբրոցներ չգիտեմ ինչ դնել եւ այլն որ այն ավելի շուտ կառավարությունին պարտականությունն է բայց ինչքան պակաս որ կվերցնեն ինչքան Հայաստան հիմնադրամը առաջին օրը մինչեւ հիմա ներդրում թրեր են այն 6 ամսվա նալոգն է որ չեն հավաքած $200 միլիոն $400 միլիոն ամեն տարի որ չեն վերցնել փանիցներ ասմոֆիաներից այս մեծ բիզնես մարտիկներից այն ինչ կնշանակե որ չեն մտածում ժողովրդի մասին մտածում են իրենց մասին այն բարձ է այն պիտի փոխվի այն պետք է փոխվի եթե այն փոխվեցավ Հայաստանը շատ կարճ ժամանակով կրնա ընդիր տեղ դառնա շատ կարճ ժամանակով
բայց մենք պետք է կամք ունենանք, մենք պետք է ցանկություն ունենանք, մենք պետք է հասկանանք ինչ է իրականությունը այնտեղ եւ ինչ պետք է անենք, որ կրնանք փոխել այդ վիճակը եւ շատ լավ կարող ենք փոխել, եթե կցանկանանք։ Ես կցանկանամ, գիտեմ որ դու կցանկանաս։ Անենք, միասին անենք։ Միասին անենք։ Այսինքն ինչ կուզես ասել մեր երիտասարդներուն։ Ուզում եմ ասել, որ եթե ուզում ես ապակա, եթե ուզում ես տեսնել իսկական Հայաստան լինել 20 տարի հետո, այսօր պետք է աշխատենք, այսօր պետք է պայքարենք եւ լուրջ ձևով։ Եվ ոչ թե մեր աչքերը փակենք եւ մտածենք, որ ուրիշ մեկը պիտի անե։ Ոչ մեկը չի պիտի անե։ Հաշվի որ ոչ մեկը չի անում այսօր։ Այն հաշվի։ Հաշվի որ առանց չկա, հարուց չկա, ոչ մեկը չկա։ Թուն պիտի անես։ Ով որ այսօր նայում է, թուն պիտի անես։ Հաշվի որ արածին պիտի անես։ Այն ուժը թիր մեջը, այն աշխատանքները թիր մեջը, որտեվ նոր են ասում եմ, որ կրնանք փոխել, ամեն ինչ կրնանք անել, որ ուղանա եւ շատ կարճ ժամանակ, տարի, 2 տարի, ամենաշատ։ Եթե ուզում ենք անել, եթե չենք ուզում անել, այսպես պիտի տանջվենք եւ վաղ մույսօրը Հայաստան չի լիներ։ Հայաստան կլինի առանց հայ։ Այդ ներքին ուժը պետք է, այդ ներքին նաեւ հավատքը պետք է, եւ դեսիլքը պետք է, եւ այդ քաղաքական հասկացողությունը պետք է, որ այսօր Հայաստանը միջին արևելքի ժողովուրդ մնե եւ ոչ թե Ամերիկայի ժողովուրդն է կամ Եվրոպայի ժողովուրդն է, եւ մենք մեր հողի վրա պետք է մնանք եւ բարգավաճենք։ Եվ եթե մենք հոսենք, մենք ժամանակավոր ավեց հոս պետք է ելանք եւ մեր գարելին պետք է անենք, որ մեր քույրերուն եւ եղբայրերուն թիգուն կանգնենք, որովհետեւ այս իրավիճակը փոխվի, ապա թե ոչ, եթե որևէ ասենք հագարակ ուտյամբ ուժ չլա, ամենից որ բայց միակ ծևը որբեսի մեկը այդ փորձառություն ունենա, որ դու այս ամենը գսես, քո հոգի հետ գսես, որտեղ ապրած ես այդտեղ։ Ոչ թե թերթի մեջ կարտացած ես, որ այս է վիճակը, կոռուպցիա գա եւ այլն։ Անիկա այստեղ են գմատնա անդեն գելա եւ հաջորդ օր արդեն կմոռանաս կամ այդ ոգին չի մնար մեջդ։ Մինչեւ որ այդ հողին վրա չերտած, չաշխատից, չաբրից, ուզե լա 1 տարի, 2 տարի, 3 տարի, կարևոր չէ, ուզե 2 ամիս։ Այդ կապը, որ ստեղծես, այդ կապը Ադիգա է որ մեզի բաճագը տարնա որ կոյադևենք։ Շատ շնորհակալ եմ արա, որ արիտ մեզի ընձայեցիր, որ մեր տիդոները այսօր դեսնեն և լսեն և ուրեմն հույսով եմ նորեն կհանդիպինք և այս վերադարձի ծրագիրը պիտի շարունակվի մինչև որ իսկական շարժում դառնա մեր բոլորին կողմէ եւ այս վատ իրավիճակը, որ այսօր գոյություն ունենա, փոխվի։ Շնորհակալություն ձեր բոլորին, գիշեր բարի եւ կտեսնվենք եկող չորեքշաբթի։ Վահիկի ինձ հոգեբան պետք չէ ներկայացումը 90 րոպե ծիծաղ։ Լավ խմած ելնեք 5 րոպե։ Եկեք եւ համոզվեք։ Դուք չեք որ մեր հատ խնձորի խաթեր, օծին լսելով մեր ունեցած չունեցած ձեռից տվար, գնացին մարդամյակները